Իմ շատ սիրելի բաժանորդներին ասում եմ բարի լույս, նորից գտնվում ենք Անահիտի խոհանոցում և եթե խոհանոցում ենք մի համով բան հաստատ պատրաստում ենք, սիրելիներս, այսօր ձեր հետ միասին կանաչեղենով, համով, հոտով յուրահատուկ աղցան ենք պատրաստելու, որ պետք կգա թե պահքի շրջանում, թե առօրյայում և վստահ եմ, որ շատերս ենք սիրում ու օգտվում։ Ուրեմն գնել եմ տարբեր տեսակի կանաչիներ, մտածելով, որ էլ ինչ ենք անելու, եթե ոչ մի համով, հոտով ընտիր աղցան պատրաստենք։ Հիմա որպեսզի տեսանյութը շատ չերկարացնեմ, ձեր ժամանակն էլ չվերցնեմ, սրանք էլ մառոլ, այս էլ կանաչ սող, կանաչիները մաքրեմ, չորացնեմ, թողեմ քամվի ու կետարկեց սկսենք համու հոտով աղցանը պատրաստելը, դե գնացինք։ Ահա սիրելիներ ջան, անցել է արդեն բավականին ժամանակ, երբ որ նայում եմ սեղանին, իմ աշխատանքային, շատ հաճելի տեսարանա կանաչիների տարբեր տեսականի արկայա իմ սեղանին։ Այստեղ ունեմ շատ լավ որակի բլղուր ու մտածում եմ իրան կիսեմ, որովհետև ընդհանուրը, որ օգտագործեմ, շատ է։ Քանի որ մի փոքր էլ շտապում եմ, այսպես ասած, եղման ջուր կլցնեմ ու տեսնենք, էլի ենք ավելացնում, թե այսքանը բավական է։ Մտածում եմ, լրիվ բավական է, բլղուրը ավելացնում ենք, ջուրը բլղուրից պիտի լինի մի փոքր ավել։ Ահա, բնականաբար բերանը կծածկեմ, որպեսզի ինքը հասցնի լավ տեղը տեղին ուրչի։ Մինչ, այսպես ասած, կհասնանա բլղուրը, սիրելիներս, անցնում ենք կանաչիները կտրտելուն, իմ աշխատանքային սեղանին տեսնում եք կանաչիների բազում տեսականի, այս պահին կտրտում եմ մաղադանով, կտրտելու եմ նաև կանաչ սող, մի փոքր համեմ, որ հենց այս պահին կկտրեմ, հազարի տերևներ և արդյունքում ունենալու ենք համով, հոտով թաբուլե, որ շատ-շատերը մանավանդ պահքի շրջանում են, չէ, օգտագործում, ես սիրում եմ հաճախակի օգտագործեմ։ Ահա, սա հասկեմ, կանաչիներն առանցին կտրտեմ, մինչև որ բլղուրը կուրչի։ Ինքան անուշ բույր է տարածվել իմ խոհանոցում, այնքան անուշաբուրում, որ էլ ասելու չի։ Այսպես, մի ընդհանուր կապ սոխ եմ կտրտելու, իհարկե մասնասով, որ կտրտելը հեշտ ու հարմար լինի։ Ահա, 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 149 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161 162
գրառումներում կգրեք ով ինչպես է նախընտրում պատրաստել այս համեղ աղցանը։ Մնացածը առանց ձեզ, որպեսզի ձեր ժամանակից շատ չվրցնեմ։ Մեկ էլ սիրում եմ ժինգյալով հաց թխելու պրոցեսը, քանի որ այնտեղ էլ դե ավելի շատ տեսականի կա, չէ, կանաչիների, ու ոնց կարելի է այդ պահը չսիրել ու չֆիքսել։ Նախապատրաստեմ և շարունակենք։ Բոլոր գործողություններից հետո եկեք տեսնենք բլղուրը ինչքան լավ ուրճել է։ Հիմա ժամանակն է, որպեսզի համեմենք բլղուրը և աղցանը։ Ինչ ենք անում, առաջին հերթին աղ եմ ավելացնում, մեզ անհրաժեշտ է կիտրոնի շութ, այսպես, որից հետո չորացրած նանա, այսպես, մի հատ ընդհանուր կխառնեմ, հասկանալու համար, որ մի փոքր էլ ավելացնեմ, նանա, որից հետո մարդիկ կան, որ լոլիկ կավելացնեն, կամ քամած վիճակով, կամ ուղղակի կտրտած, սիրելիներ, ես նախընտրում եմ այս պահին տոմատ։ Որից լավ կխառնեմ և արդեն իսկ բլղուրը շատ անուշաբուրում։ Հիմա սկսենք պատրաստել, հավաքել աղցանը, քանի որ բլղուրն էլ արդեն պատրաստ է։ Եկեք մի հատ համ տեսենք, համը հասկանալու համար։ Լավ է, ավելացնեմ բուսայուղ, որ քիչ էր մնում մոռանայի, և սիրելիներս տեղափոխեմ, ես խառը
կանաչիների մեջ։ Ահա։ Եվ առանց շտապելու զգուշորեն սկսենք խառնել մեր աղցանը ու չեք պատկերացնի ինչ անուշաբուրում, ինչքան համայն հրավառությունների բույր եմ զգում, այսպես։ Թողենք մի փոքր համերն ընկերանան և մատուցենք, սիրելիներս, այսպես։ Տեսեք ամեն բան վերցրել էի ճիշտ չափաբաժնով, թաբուլեի մեջ, ես մտածում եմ, որ պիտի գերակշռի կանաչին, այլ ոչ թե բլղուրը, ու այստեղ հենց այդպես էլ կա, ահա։ Դեռ սիրելիներս եկավ այն պահը, որ արդեն իսկ մատուցենք և ես նախընտրում եմ աղցանը մատուցեմ այս ձևով, ճաշակին ընկեր չկա, չէ՞, նայած ով ոնց կնախընտրի, ես նախընտրում եմ մատուցել այս տեսքով, այնքան անուշաբուրում, այնքան ընտիր ու յուրահատուկաբուրում, որ ուղղակի վայելել է պետք։ Վերջ, այսքան մի բան, որ փորձեցի և պատրաստել, և կիսվել ձեզ հետ, ձեզ էլ հավեսի բերել։ Ձեզ ասում եմ ստեսություն, կհանդիպենք հաջորդ համեղ տեսանյութում։